Շնորհակալություն, ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, լսելով մեր ընդդիմադիր քաղաքական գործիչներին, տպավորություն է ստեղծվում, որ մենք մեր խոստումներից ոչինչ չենք արել, բայց այնինչ ես ուզում եմ նշել, որ 2018 թվականին նվազագույն կենսաթոշակը 16000 դրամ էր, այժմ այն 36000 դրամ է։ Եվ նաև կարող ենք ասել, որ զինվորական կենսաթոշակը բարձրացել է 32%-ով, իսկ արդեն միջին կենսաթոշակը 22%-ով։ Այս թվերը բավարար են, իհարկե բավարար չեն։ Եվ մենք էլ, ինչպես պարոն Բագրատյանը նշեց, բոլորս էլ կցանկանանք, որ շատ բարձր լինի եւ նվազագույն աշխատավարձը եւ նվազագույն կենսաթոշակը, բայց պետք է հաշվի առնենք նաեւ մեր պետական բյուջեի հնարավորությունները։ Եվ մենք ինչու չենք ուզում հիմա այս օրենքի նախագծով ամրագրվի, որովհետև մենք արդեն իսկ մեր կառավարության ծրագրով ամրագրել ենք եւ մեր կառավարության ծրագրով գնում ենք առաջ եւ մենք հիմա մի փոքր շուտ է որ դուք ասում եք դուք չեք կատարել ձեր խոստումները, որովհետև դեռ ժամանակ կա մինչև 26 թվականը եւ ես վստահ եմ, որ մեր սահմանած նշանակետին մենք կհասնենք։ Իսկ կառավարության ծրագիրը ինչքանով ենք մենք կատարել, դա արդեն գնահատականը կտա 26 թվականի ընտրություններում ժողովուրդը։ Ես պետք է խնդրեմ, որ դուք ձեր խոստումների մասին մտածեք եւ վերանայեք, թե ինչ ձեր խոստումներից ինչն է կատարել ձեր ընտրողների առաջ։ Եվ բացի այդ, մեր քաղաքականությունն է, որ կենսաթոշական ավագ սերունդը ավելի աշխատունակ մնա եւ ակտիվ ծերացում ունենա։ Եւ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հնարավորինս երկար աշխատաշուկայում մնան մեր ավագ սերնդի ներկայացուցիչները եւ այդ օրենքի եւ փոփոխություններից մեկը նաեւ նա է եղել, որ այլևս 65 տարեկանը հիմք չի հանդիսանում, որպեսզի կարողանաս աշխատանքից ազատելու քաղաքացուն եւ կարծում եմ պետք է նաեւ մեր քաղաքականությունը ուղենք սրան, որպեսզի հնարավորինս շատ աշխատունակ ավագ սերնդի ներկայացուցիչներ ունենանք։ Շնորհակալություն։